Պարոն վարչապետ, ԵԱՏՄ-ից եմ ուզում հարցնել, դուք Եկատերինբուրգի հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետի հետ ասացիք, որ դեռ չեք շտաբի գնահատականներ հնչեցնել խնդիրների լուծման հետ կապված, կսպասեք որոշակի պայմանավորվածությունների մասով ինչ ընթացք կստանա գործընթացը։ Անցած շաբաթ դուք ԵԱՏՄ-ում էիք եւ դրանից հետո էլ հայտարարությունները, որ հնչում են Ռուսաստանից առնվազն, այն մասին չեն, որ խնդիրների լուծման հեռանկարը նշмарվում է։ Ինչու չի հաջողվում ի վերջո հասնել խնդիրների լուծմանը, հիմա կարող եք ինչ-որ գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին, որովհետև ինչպես տեսնում եք ռուսական կողմից շարունակում են պնդել այդ հանրաքվեի օրակարգը եւ ինչպես եք վերաբերվում նաեւ այն հանգամանքին, որ փոխարտգործնախարարը Ռուսաստանի ասում է, եթե հանրաքվեն չլինի, ըստ էության անդամ պետությունները ինչ որ որոշում կայացնելու խնդրի առաջ կկանգնեն, ձեզ հասկանալի է ինչ որոշում դա կարող է լինել եւ ինչպես է Հայաստանը պատրաստվելու այդ հնարավոր որոշմանը եւ երկաթուղու մասով հարցնում դուք ձեր վերջին ճեպազրույցում արված հայտարարությունը, որ երկաթուղու կառավարման փոփոխությունը այլընտրանքային օրակարգ չունի, ըստ էության արձագանքներ ստացվեց նաև ռուսական կողմից կրկին, այստեղ մի չգիտեմ, չճշտված կամ անհասկանալի իրավիճակ ստեղծվեց, կուզեի պարզաբանեիք, վճարների հետ կապված դուք այդ օրը նկատի ունեիք երկաթուղու հետ կապված վճար պետք է Ռուսաստանը տա Հայաստանին, թե իրենք սխալ ընկալեցին ձեր հայտարարությունը այստեղ 200 միլիարդ, հա, թե 2 միլիարդ դոլարի մասին էր խոսքը եւ իրենք դա ընկալեցին, որ երկաթուղու մասով էլ ես կխնդրեի դա պարզաբանեիք եւ դուք նաեւ նախկինում ասել եք, որ հայկական կողմը պետքա գրի առնի։ Լավ, ասեք ես ավարտեմ։ Ելույթ չեմ ունենում։ Եվ ասել եք, որ հայկական կողմը ըստ էության հակված չի երկաթուղու կառավարման այդ պայմանագիրը միակողմանի խզելու հեռանկարին, բայց կրկին ձեր վերջին ճեպազրույցում կարծես թե այդտեղ ինչ-որ ակնարկ կար, որովհետև խոսեցիք, եթե տարաձայնություններ կան, պատրաստ է Հայաստանը այդ հարցերի լուծումը հասցնել նաև արբիտրաժային դատարան, արդյոք վերանայել եք դիրքորոշումը, այսինքն հնարավոր է ի վերջո ինչ-որ X պահի Հայաստանը որոշում կայացնի երկաթուղու մասով միակողմանի խզել այդ պայմանագիրը, կրկին հաշվի առնելով այն, որ այստեղ էլ համաձայնություն չի նշмарվում, շնորհակալություն։ Ես իրականությունն այն է, որ նախորդ բրիֆինգի ժամանակ ձեր բոլոր հարցերին արդեն պատասխանել եմ, բայց չեմ զլանա նորից կանցնեմ հարցերի վրայով։ ԵԱՏՄ-ի հետ կապված ես չեմ խուսափել ոչ մի պահ գնահատականից եւ հրապարակային էլ չեմ հիշում, այստեղ թե ուրիշտեղ ասել են, որ խնդրի էությունը ինչ է, եթե այսպես ասած բանը կողքի ուղեկցող փաստերը մի կողմ դնենք եւ կենտրոնանանք բուն թեմայի վրա, բուն թեման է նա, որ ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որը մենք արդեն ասել ենք, որի հետ մենք համաձայն չենք։ Մնացածը արդեն ապրանքների ներմուծման եւ արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Մենք այսպես թե այնպես պետք է մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք եւ եթե նույնիսկ հիմա 100%-ով բացվեն, այսինքն վերադառնանք այն նախնական վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում, որովհետեւ հենց այս ցույց տվեց եւ այսօր կառավարության նիստում ես ասացի, որ դա խնդիր է, երբ որ մեր արտահանումները կամ ներմուծումները կարող են լինել կախված լինել կամ մեծապես կախված լինել մի ուղղակից եւ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած իմ ելույթում եւ նաեւ հաջորդիվ ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարց ու պատասխանի ընթացքում ես այդ հարցերին անդրադարձել եմ։ Ինչ վերաբերում է երկաթուղու հետ կապված իրադրությանը, մենք այդտեղ ուզում ենք բարեկամական լուծում, այսինքն մենք չենք ուզում գնալ ինչ որ սուր լուծումների, որոնք կարող են լինել բարեկամական լուծումը, որ մենք փոխադարձաբար հասկանանք եւ ընկալենք իրար շահերը եւ գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ օրինակ այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել ռուսական երկաթուղիների կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը, բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասամբ, այսինքն
ինչ որ որոշակի բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությունը չխոչընդոտի եւ այլն եւ այդպես շարունակ եւ ես դա նկատի ունեմ ինչ վերաբերում է 2 միլիարդի հետ կապված հարցին ես այնտեղ որևէ կոնկրետ բան չեմ նշել որ կոնկրետ բանի վերագրվի ես դա ասել եմ որպես հնարավոր զարգացման հնարավոր սցենարներից մեկը առանց կոնկրետ բան նկատի ունենալու եւ նկատի ունենալով բոլոր այն հնարավոր կետերը, որտեղ դա տեսականորեն եւ գործնականում կարելի է իրականացնել։ Ոնց որ թե ամեն ինչին անդրադարձ։ Պայմանագրի խզման տարբերակ չէ։ Ես էլ եմ ասում, մենք ուզում ենք բարեկամական լուծում, մենք չենք ուզում խզում, լուծարում, այդ միշտ էլ կա, միշտ էլ կարող ենք անել, այսօր էլ կարող ենք անել, բայց դա մենք չենք ուզում գնալ այդ ինչի համար գնանք այդ ճանապարհով։